Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստղային խորհրդատու Ամնե Հախվերդյանետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են արդեն կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար։ 2026 թվականի Կարմիր հրեղեն ձիու տարվա կանխատեսումները առանձին բոլոր 12 նշանների համար առկա են։ Եվ երկուշաբթի կլինի նաև 12-ը մեկում այդ 5 ժամանոց գերհետաքրքիր վիդեոն, որտեղ ես կամբողջականացնեմ եւ կներկայացնեմ բոլոր կենդանակերպերի կանխատեսումները մեկ վիդեոյում։ Եվ իհարկե սիրելի բարեկամներ, այսօր վերջապես տեղի ունեցավ երկար սպասված ուղիղ եթերը Facebook-ում, ով չի դիտել անպայման թող դիտի, մեկ ամիս պահպանվում են Facebook-յան եթերները եւ նաեւ կլինի այդ եթերի տեսաձայնագրությունը այս YouTube-յան ալիքումասխային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ այստեղ նույնպես ներկայացված կլինի այդ գերհետաքրքիր ուղիղ եթերը, շատ զգացում Քայներ էմոցիոնալ է ձիուկը կարմիր արդեն մոտենում է եւ այդ էմոցիաները այսպես ասած համակում են բոլորիս Եվ ավանդաբար նաև արդեն իսկ ներկայացրել եմ ես հունվար ամսվա կանխատեսումները, ով չի դիտել անպայման թող դիտի, վիդեոն տեղադրված է ալիքումս եւ ավանդաբար ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կենդանակերպերի կանխատեսումները շաբաթվա համար այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Դե իհարկե սիրելի բարեկամներ, ինչպես հասկացաք, սա նախատոնական թողարկում է ավելի շատ այսպես ուրախ երջանիկ թրթիրներով լի թողարկում է լինելու ես կներկանի որ արդեն տարվա վերջի շաբաթն եւ հունվարի առաջի օրերի մասին ենք խոսելու շատ այսպես հուզական օրեր են բոլորը 2025 թիվն են եզրափակիչ այսպես վերլուծություններ կատարում թե ինչ է տեղ ունեցել 25 թվականին ինչ խնդիրներ ինչ ձեռքբերումներ տարին են եզրափակում վերլուծություններ են կատարում իհարկե 25 թվականը բավականին բարդ տարի էր ինչպես եւ ես կանխատեսել էի բայց ինչպես ասած այսպես նախատոնական իր ճառում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եթե սիրելիներս նա խոսում էր իր գործընկերների արչեւ ասեց եթե 25 թվականը բարդ էր ապա հանգիստ եղեք 2026 թվականը ել ավելի բարդ տարի է լինելու իհարկե տարվա մասին արդեն ես բազմիցս խոսել եմ նաև The Economist ամսագրի շապիկն եմ վերլուծել նոյեմբերյան ով չի դիտել անպայման նույնպես թող դիտի այդ գերհետաքրքիր վիդեոն թե ինչ է սպասում 26 թվականին ըստ այդ անդր կուլիսյան գլոբալիստական ուժերի ներկայացրած այդ ապագայի տեսլականի կոդավորված այդ պատկերներով նրանք ամեն տարի ներկայացնում նոյեմբերին ներկայացնում գալիք տարվա կանխատեսումները Եվ ինչն է առանձնահատկությունը այս գալիք 26 թվականի որ մենք մտնում ենք նոր 9-ամյա պարբերաշրջանի մեջ սիրելի բարեկամներ եթե 25 թիվը այս ակտիվ մարսյան ռազմատենչ էներգիայով լի ինչ որ նաև անսպասելի օծը շատ անսպասելի կարող է ցատկել չէ քո վրա այ հետևից, տակից, այսպես ասած, մեջքի հետևից հարվածների տարի էր եւ անսպասելի շատ զարգացումների տարի էր, ապա 26 թվականը նոր 9-ամյա պարբերաշրջանի առաջին տարին է, այսինքն եթե թվեր 2026-ը միասին գումարենք, 2 գումարած 2 գումարած 6 կլինի 10, այսինքն առաջին տարին է 1 0-ն իջացնում ենք, մնում է 1-ը, դա արեգակի թիվն է ըստ վեդայական աստղաբանության եւ արեգակը դա այսպես ասած մեր ղեկավարներն են, մեր բարձրաստիճան անձինք են, իշխանավորներն են, էլիտաներն են, ու թագավորն է, հա, արեգակը ըստ ավանդական աստղաբանության
Այնպես որ հիմնականում դրանց է վերաբերվելու ավտոկրատիան աճել, այսինքն ավտորիտար ռեժիմները ավելի ակտիվանալու են 26 թվականին, իսկ պարզ հասարակ մարդկանց համար այդ մեկ թիվը ցույց է տալիս, որ պետք է նախաձեռնություններ սկսել հենց տարվա սկզբից նոր ինչ-որ գործունեություն ծավալել, որպեսզի գալիք 9 տարիների ընթացքում ունենաք հաջողություն, սիրելի բարեկամներ, ապա անպայման օգտագործեք հրեղեն ձյու, այս հրեղեն ուժեղ, ինտենսիվ էներգետիկան, իհարկե ոչ բոլորը կկարողանան դիմանալ ձյու այսչան ակտիվ, ինտենսիվ էներգիաներին, բայց ով կկարողանա այնուամենայնիվ սանձել ձյուկին, նա կունենա մեծագույն հաջողություն։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ շատերը ասում են կարմիր գույնն է պետք դնել սեղանին, այդպիսի բան չկա, սիրելի բարեկամներ, որովհետև արևելյան կամ չինական օրացույցով կարմիր ձյու տարին հրեղեն սկսվում է փետրվարի 4-ից առնվազն, դա արեգակնային օրացույցով, իսկ արևելյան լուսնային օրացույցով տարին սկսվում է փետրվարի 17-ին, այսինքն հունվարի 1-ը ոչ միտեղ չի տեղավորվում, այնպես որ հանգիստ եղեք։ Ու իհարկե նախընտրելու է ոսկե գույնը այս տարվա համար, որովհետև շատ ինտենսիվ կարմիրը այսպես խափանում է, եթե դուք անդադ կարմիր կրեք, դա շատ կուժեղացնի հրեղեն էլեմենտը, իսկ հրեղենցին ամբողջությամբ այդ սյունը տարվա վերևը կրակ, ներքևը ձի, երկուսն էլ հրեղեն են, դա նշանակում է, որ չափից դուրս բարձր ինտենսիվ կրակը, դա կարող է նաև վնասել ձեր առողջության, օրինակ նպաստել ճնշման աճին կամ սրտանոթային հիվանդությունների, եթե ունեք, նամանավանդ շատ կարմիր չի կարելի հագնել։ Կա եւ այլ խնդիրների, խոչընդոտների եւ գործնական կյանքում, այնպես որ զգուշ եղեք սիրելի բարեկամներ եւ մի չարաշահեք կարմիրը առհասարակ 2026 թվականի ընթացքում։ Իսկ ոսկե գույնը ավելի այսպես դարչնագույն գույնները ինձիգոն եւ այլն ավելի այսպես մեղմ գույները, կարմիրի ավելի մեղմ երանգները ավելի իհարկե նպաստավոր են եւ հատկապես դարչնագույնը ինչով է լավ, որ դարչնագույնը դա հողի գույնն է, հող էլեմենտի, հող տարերքի գույնը, իսկ հողը դա այն էլեմենտն է, որը ծնվում է կրակից, այսինքն դուք թեթևացնելու եք այդ հզոր ինտենսիվ ձյու կրակը եւ դրանով հասնելու եք ձեր նպատակների իրականացման, այնպես որ դարչնագույն, շագանակագույն այդպես մեղմ գույները շատ ավելի նախընտրելի են հագուստի մեջ 2026 թվականին առհասարակ ոչ միայն հագուստի մեջ, առհասարակ դեկորի մեջ։ Սա բազմիցս այդ հարցը տալիս եք, դրա համար ես որոշեցի անդրադառնալ եւ նաեւ անհատական խորհրդատվություններում նույնպես անդրադառնում եմ, եթե հարցնում եք, որոշեցի դա հրապարակայնացնել, որ անընդհատ այդ հարցը չտակ։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասում դեկտեմբերի վերջին օրերին եւ այդ զարմանահրաշ, մոգական, կախարդական ամանորյա գիշերը ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչպիսի փոխհարաբերություններ կկազմի լուսինը այլ մորակների հետ, կիմանաք դիտելով այս վիդեոն մինչև վերջ։ Դեկտեմբերը վերջանում է, բարդ ամիս էր դեկտեմբերը, ես դա զգուշացրել էի ձեզ եւ դեկտեմբերի 29-ին, ավելի շատ 28-ի լույս, 29-ի գիշերը, Երևանի ժամանակով 1:08 րոպեին լուսինը գեղեցիկ քառակուսի կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, որը 21 աստիճան խեցգետնում է եւ 21 աստիճան խոյ նշանում գտնվելու է լուսինը։ Առավոտյան դեկտեմբերի 29-ին չարժի մեծ գնումներ կատարել կամ խոշոր գնումներ կատարել, որովհետեւ այդ դեպքում դուք ավելի շատ գումար կծախսեք, քան նախատեսել եք։ Վաղ առավոտյան դեկտեմբերի 29-ին 6:12 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաեւ Մերկուրի հետ 24 աստիճան աղեղնավորում գտնվում է Մերկուրին եւ 24 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է լուսինը։ Լավ է, ինչ որ
գործնական շփումների համար, ֆինանսական գործունեության համար ամսի 29-ի առավոտյան խիստ բարենպաստ է։ Եվ 15-57 րոպեին լուսինը մուտք կգործի ցուլ կենդանակերպ։ Երևանի ժամանակով 15-57 րոպեին ամսի 29-ին դեկտեմբերի, իսկ 20-23 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի պատերազմի, ավերի, չգիտեմ, բոլորիդ բացասական երևույթներ, տրանսֆորմացիայի, նաև տրանսֆորմացիան կարող է դրական լինել, նաև Պլուտոնի հետ, 2 աստիճան ջրոսում գտնվում է Պլուտոնը եւ 2 աստիճան ցու կենթանակերպում գտնվում է լուսինը։ Նու սա բարդ երեկո է նշանակում ամսի 22-ն խիստ բարդ է լինելու լարված իրադարձություններով լի, ինչ որ մարմինչանցնային հարաբերությունները կարող է լարվեն, միջպետական հարաբերությունները կարող են լարվել, այնպես որ կարևոր գործեր ամսի 29-ի երեկոյան մի նշանակեք։ Այս գալիք շաբաթվա նախատոնական եւ ամանորյա շաբաթվա ամենաբարենպաստ օրը դեկտեմբերի 30-ն է, սիրելի բարեկամներ, շատ լավ է։ Եթե ինչ-որ կարևոր գործեր ունեք, ճակատագրական հարցեր ունեք, այդ բոլորը կազմակերպեք հենց դեկտեմբերի 30-ին եւ չեք փոշմանի։ Տեսեք, բոլոր մոլորակները լուսինը բարենպաստ փոխհարաբերությունների մեջ է մտնում ամսի 30-ին։ Գիշերը 3-3 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի առաջացնում նախ Վեներայի հետ 6 աստիճան այծեղ ջրում Վեներան, 6 աստիճան ցուլ կենդանակերպում լուսինը 6-21 րոպեին վաղ առավոտյան արեգակը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի արեգակի հետ, արեգակի եւ լուսնի եռանկյունին հիմնականում շատ բարենպաստ է համարում, կոչվում է Էկադաշի օր, Էկադաշի այդ ժամերը շատ լավ են միջանձնային փոխհարաբերությունները կարգավորելու համար, առհասարակ ներդաշնակությունը վերականգնելու համար, անձանց միջև, չգիտեմ, պետությունների միջև, սեռերի միջև հարաբերությունները կարգավորելու համար, եթե գժտված եք, ապա եթե ուզում եք բարիշել ամսի 30-ը իդեալական օր է, սիրելի բարեկամներ, հենց վաղ առավոտից 8 աստիճան այծեղ ջրում գտնվելու արեգակը եւ 8 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է լուսինը 10-53 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի վերջապես Մարս մոլորակի հետ, որը նույնպես այծեղ ջրի 11-րդ աստիճանում է գտնվում եւ 11 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Սա նշանակում է, որ օր ցերեկ, հատկապես ցերեկային ժամերին դեկտեմբերի 30-ին պետք է ակտիվություն ցուցաբերել, ֆիզիկական ակտիվություն, զբաղվել սպորտով, ակտիվ քայլել, մարզվել, որը ամեն դեպքում կնպաստի եւ ձեր առողջության եւ ձեր հոգեվոր ամրությանը։ Ամպես որ եթե ինչ-որ կարևոր գործեր ունեք, գործերը պլանավորեք ամսի 30-ի վրա։ Բարեխառն օրը դեկտեմբերի 31-ը 3:27 րոպեին, այսինքն 30-ի լույս 31-ի գիշերը, Երևանի ժամանակով 3:27 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, մեծ աչքանքոցան մոլորակ Յուպիտերը գտնվում է 21 աստիճան խեցգետնում եւ 21 աստիճան ցուլ նշանում գտնվելու լուսինը, սա շատ լավ մոլորակային փոխհարաբերություն է, լավ է ինչ որ դրական ցանկացած գործ սկսելու համար, նամանավանդ լուսինը աճելու է ամբողջ շաբաթվա ընթացքում եւ մինչեւ հունվարի 3-ը, երբ տեղի կունենա առաջին նորալուսին 2026 թվականի։ Մի խոսքով շատ բարենպաստ է 10:57 րոպեին նաև Սատուրնը վեցանկյուն լուսինը վեցանկյուն կառաջացնի Սատուրն մոլորակի չարաբաստիկ Սատուրնը մոլորակը մեծ չարիք Սատուրնը գտնվում է 26 աստիճան ձկներում եւ 26 աստիճան ցուլ նշանում գտնվելու լուսինը, իհարկե սա փոքր առավոտյան ժամերը կարող է մառախլապատ լինեն եւ շատ ցրտաշունչ, ես զգուշացրել եմ, որ դեկտեմբերը ցրտաշունչ է լինելու եւ շատ հետաքրքիր անսպասելի զարգացումներ տեղի կունենան դեկտեմբերի 31-ի ցերեկը 13:56 րոպեին լուսինը միանում է անսպասելի փոփոխությունների մոլորակորանի հետ, որը գտնվում է 27 աստիճան ցուլ կենդանակերպում եւ սա շատ լավ է ինչ որ անակնկալների համար, սյուրպրիզ եք ուզում ինչ-որ մեկին անեք, շատ բարենպաստ է։ Ուզում եք իմանալ ապագան, համեցեք խորհրդատվության մինչև տարվա վերջ, ամսի 31-ը ներառյալ 50% զեղչ է գործում, թե օնլայնի համար, թե այցերի համար, իհարկե բարենպաստ, ցանկալի է օնլայն, շատ զբաղված կլինեմ ամսի 31-ին։ Մի խոսքով շատ անսպասելի, բայց կարող է նաև բացասական զարգացումներ նույնպես լինել, լուսնի եւ ուրանի միությունը կարող է առաջացնել կապի տատանումներ,
հոսանքի անջատումներ, չգիտեմ, ինչ որ ճանապարհներին կարող են խցանումներ լինել եւ բարդություններ ճանապարհներին եւ այլն։ Եվ 16-24 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կազմի նաև Նեպտունի հետ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտուն եւ 29 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվելու է Լուսինը։ Իսկ 17-12 րոպեին Լուսինը մուտք կգործի երկվորյակներ, որտեղ նա կգտնվի այդ մոգական անկրկնելի ամանորյա գիշերվա ընթացքում։ Ինչ է նշանակում այդ Լուսինը երկվորյակում, ամանորին ավելի ցանկալի է լինել ընկերական միջավայրում, ավելի լավ է ճամփորդել, քան տանը մնալ ամանորին, այս տարվա ամանորին, խոսքը 25-ի լույս 26-ի գիշերն է հունվարի 1-ի լույս գիշերվա մասին է, 30 դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերվա մասին է խոսքը։ 21:34 րոպեն Երևանի ժամանակով դեկտեմբերի 31-ին Լուսինը նաև գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Պլուտոն մորակի հետ 2 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը 2 աստիճան երկվորյակներում գտնվելու է Լուսինը, ինչ է նշանակում տարվա վերջին փաստորեն մորակային փոխհարաբերությունն է Լուսնի եւ Պլուտոնի եռանկյունին։ Սա նշանակում է, որ այդ աշխարհը շատ ավելի փոքր է դառնում, քան մենք կարող ենք պատկերացնել։ Այսինքն հեռավոր երկրները շատ ավելի մոտիկ են մեզ դառնալու։ Ազգերի միջև այդ տարբերությունները, հակասությունները փորձելու են մարդիկ, անհատ մարդիկ հաղթահարել ընկերական կապեր ստեղծելով այլ երկրների բնակչության հետ, այլ սկզբունքային այլ մշակույթների հետ շփվելով, այլ ռասաների հետ շփվելով, այլ այն ինչ որ հիմա տեղի ունենում երկրմոլորակի վրա այդ ազգերի խառնարանը, որը ԱՄՆ-ն է, նույնը ավելի ինտենսիվ ձևով ամբողջ երկրմոլորակի վրա ըստ էության տեղի է ունենալու, այսինքն որքան ղեկավարները երկրների փորձում են նրանց մեջ պատեր կառուցել արգելքներ, սահմանները փակել, այնքան պարզ հասարակ մարդիկ ձգտելու են միավորվել, ձգտելու են հաշտվել, ձգտելու են սիրել միմյանց, այսինքն սա բնական, այսինքն ժողովրդի բնական, այսպես ասած, արձագանքն է այդ բոլոր, չգիտեմ, անմարդկային զարգացումներին, որը հիմա տեղի ունենում այդ ատելության քարոզը, տարբեր հակամարտող ազգերի միջև այդ հակասությունները, օրինակ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, պարզ մարդիկ փորձելու են գտնել հաշտության եզրերը եւ հաշտվել։ Սա շատ կարևոր է լինելու գալիք տարվա ընթացքում, դեռ բացատրեցի ցենց այդ վերջին տարվա վերջին 25 թվականի վերջին ուղերձը օցիկի վերջին ուղերձը մեզ, որ պետք է որ ասում եք լապոլ, друзья, давайте жить дружно, այս սրա մասին է, որ տարբեր ժողովուրդներ, տարբեր ռասաների ներկայացուցիչներ, տարբեր կրոնների ներկայացուցիչներ փորձելու են միավորվել տարվա ընթացքում նաև նույնպես շատ ակտուալ է լինելու։ Պետք է ասել, որ տարին բավականին լարված մոլորակային փոխհարաբերություններով է սկսվում եւ հունվարի 2-ին 11:09 րոպեին նախ Լուսինը լարված քառակուսի կառաջացնի չարաբաստիկ Սատուրնի հետ 26 աստիճան ձկներում գտնվում է Սատուրնը եւ 26 աստիճան երկվորյակներում գտնվելու է Լուսինը։ Սա բարդացնելու է միջանձնային հարաբերությունները, սառնություն է մտցնելու եւ մարդիկ կարծես թե օտարանալու են։ Ու առաջին մորակը, որը փոխելու է իր դիրքը 2026 թվականին, դա կապևեռ մորակ Մերկուրին է լինելու, որը 1:10 րոպեին հունվարի 2-ին մուտք կգործի այդ եղջյուր կենթանակերպ եւ այնտեղ նա կմնա մինչեւ 26 թվականի հունվարի 20-ը 16:23 րոպեն Լուսինը նախ լարված քառակուսի կառաջացնի Նեպտունի հետ 29 աստիճան ձկներում, Նեպտունը 29 աստիճան երկվորյակներում Լուսինը, որը նշանակում է, որ այնուամենայնիվ որքան էլ որ մարդիկ փորձեն այդ ընդհանուր եզրերը գտնել, միավորվել, այնուամենայնիվ այդ չար ուժերը փորձելու են անդադ մարդկանց խանգարել եւ
խնդիրներ առաջացնել եւ վերջապես այդ ամանորը որպես իրական ընտանեկան տոն մենք կզգանք միայն հունվարի 2-ին 17-ից 8 րոպեին երբ Լուսինը մուտք գործի խեցգետին, որ ընտանեկի նշան է, հայրենիքի նշան է, հարազատների նշան է, այսինքն ցանկալի է այս անգամ դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը անցկացնել ավելի այսպես կամ ընկերների հետ կամ հարևանների հետ, այդպես ոչ ընտանեկան զուտ միջավայրում։ Եվ 18-57 րոպեին իհարկե այնուամենայնիվ լարված դիմակայություն Լուսինը կառաջացնի Մերկուրիի հետ, 1 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է Մերկուրին, 1 աստիճան խեցգետնում գտնվելու է Լուսինը, որը իհարկե բավականին լարվածություն է, այսինքն տարվա սկզբից բավականին որակային մենք լարվածություն ունենք եւ ինչքան էլ որ մարդիկ փորձեն միավորվել, այնքան այդ մուրակային փոխհարաբերությունները կփորձեն նրանց հեռացնել միմյանցից։ Այդ ամենի մասին է նաև հունվարի 3-ի անսպասելի անգանակնկալներով լի Լիալուսինը հունվարի 3-ին նախ 12:40 րոպեն Երևանի ժամանակով Լուսինը կդիմակայի Վեներային 12 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինն եւ 12 աստիճան այդ եղջյուրում Վեներան, որը նշանակում է խնդիրներ, կոնֆլիկտներ կանանց միջև հատկապես կանանց հետ փոխհարաբերությունների վատացում եւ 14:02 րոպեին կկայանա տարվա առաջին Լիալուսինը 13 աստիճան խեցգետնում Լուսինը կդիմակայի Արեգակին 14:02 րոպեին իմիջիայլոց ինչպիսի արարողակարգեր պետք է կատարվել Լիալուսնին դուք կարող եք դիտել իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագ եւ Թալիսմանների YouTube-յան ալիքում հղումը այս վիդեոյի վերջում ես կներկայացնեմ, ըստ դիտեք վիդեոն մինչև վերջ։ Ինչու է անկանխատեսելի, որովհետեւ այս Լիալուսնի աստղային քարտեզում Ուրան է ծագում, որը հղի ամեն տեսակ անսպասելի զարգացումներով։ Եվ 16:37 րոպեին տեղի կունենա ամենալարված մորակային փոխհարաբերությունը Լուսինը կդիմակայի Մարս մորակին 14 աստիճան այդ եղջյուրում գտնվում է Մարս եւ 14 աստիճան խեցգետնում գտնվում է Լուսինը, որը շատ լարված փոխհարաբերություններ կարող առաջացնել մարդկանց միջև, նաեւ հարազատների միջև, բարեկամների միջև, ինչ որ անսպասելի հյուր կգան ու կսկսեն խոսակցություններով ձեզ խաթարել ձեր ներքին անդոր էսպես օրինակի համար եւ Բարեխառը նոր է մեզ մոտ հունվարի 4-ը, սիրելի բարեկամներ, հունվարի 3-ի լույս 4-ի գիշեր 2:54 րոպեին Լուսինը կմիանա Յուպիտերի հետ, որը շատ բարենպաստ մուրակային փոխհարաբերությունների վերջո այդ գժտված բարեկամները, հարևանները բարի շեն 20 աստիճան խեցգետնում է միանալու Լուսինը եւ Յուպիտերը եւ 11:44 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի Սատուրն մորակի հետ 26 աստիճան ձկներում Սատուրնը 26 աստիճան խեցգետնում Լուսինը ու շատ անկանխատեսելի զարգացումներով լի օր է լինելու հունվարի 4-ը 14:11 րոպեին նաև Լուսինը Ուրանի հետ 6 անկյուն կառաջացնի, իսկ ժամը 17-ին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտունի հետ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտունը եւ Լուսինը նույնպես 29 աստիճան խեցգետնում, որը շատ բարենպաստ է հատկապես ապագան տեսնելու համար, գուշակությունների համար այդ որտեվ գիտեք Սուրբ Ծննդվեցին է մեր մոտ այդ նախատոնական երկու օրերը սաչելնիկն է, այսպես կոչված եւ կարելի է կանխատեսել ապագան այդ ժամանակ բազմաթիվ ժողովրդական այդպիսի գուշակությունների տարբերակներ կան։ Սիրելի բարեկամներ, հունվարի 4-ը շատ բարենպաստ օր է դրա համար, հատկապես երեկոն հունվարի 4-ի Եվ 17:43 րոպեին Լուսին իհարկե բավականին լարված կանցնեն արդեն ամսի 4-ի վերջին ժամերը 17:43 րոպեին Լուսինը մուտք կգործի առույց կենդանակերպի 22-ից Հերթի տակ աշխատում եմ սիրելի բարեկամներ կներեք չեմ կարողանում վերջացնել եւ 22-ից 25 րոպեին արդեն հունվարի 4-ին Լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Պլուտոն ավերիչ Պլուտոնի հետ, որը գտնվում է 2 աստիճան առյուծ ջրհոս կենդանակերպի 2 աստիճան առյուծում կգտնվի Լուսինը։ Սա լարվածություն է ռազմաքաղաքական մակարդակի վրա եւ հատկապես քանի որ Լուսինը խորհրդանշում է ժողովրդին, Պլուտոնը խորհրդանշում է գլոբալիստական
հակազգային, հակաժողովրդական ուժերը, ահա որոշակի բախում հնարավոր, ռազմաքաղաքական իրավիճակի լարում, ռազմական գործողությունների բախում, սրացում եւ ամեն դեպքում հունվարի 4-ը երեկոյան հատկապես շատ այսպես լարված է անցնելու։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին տարվա ամենամոգական, ամենակախարդական եւ հրաշքներով լի շաբաթվա ընթացքում, այսինքն դեկտեմբերի վերջին օրերի եւ հունվարի առաջին 4 օրերի ընթացքում, դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը ինչ է մեզ սպասվում։ Դիտեք մինչեւ վերջ։ Սիրելի խոյեր, հետաքրքիր եւ շատ բարենպաստ շաբաթ է ձեզ սպասում, պետք է ասեմ, դեկտեմբերի 29-ից 31-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը կարճ ճանապարհ եք գնալու եւ լավ լուրեր եք ստանալու, սիրելի խոյեր, իսկ հունվարի 2-ից 4-ը ջերմ ընտանեկան մթնոլորտում կանցկացնեք այս զարմանահրաշ տոնը, նոր տարին, լավ զարգացումներ, ընտանիքի հետ կապված լավ լուրեր կիմանաք, լավ լուրեր ծնողներից եւ առհասարակ բարենպաստ է հենց տանը անցկացնելու այդ օրերը։ Սիրելի ցլակներ, ձեզ համար եւս շատ բարենպաստ է գալիք շաբաթը, վերջապես դեկտեմբերի 21-ից 31-ը պետք է անպայման ուշադրություն դարձնեք ձեր արտաքին հմայքի եւ գեղեցկությանը, լուծեք գործնական եւ անձնական հարցեր, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ցլեր։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության ձմեռ, պապին ձեզ փող կբերի։ Եվ հունվարի 2-ից 4-ը կարճ ճանապարհ է գնալու, ինչ որ լավ լուրեր քույրերից, եղբայրներից, հարևաններից, այսպես լավ ուրախ խնջույք են նախատեսվում։ Սիրելի երկվորյակներ, բարեխառն է ձեզ համար լինելու այս շաբաթը մոգական։ Դեկտեմբերի 29-ից 31-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով, տեսքով եւ գեղեցկությամբ լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Եվ հունվարի 2-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու ձմեռ, պապին ձեզ այնուամենայնիվ փող է բերելու։ Սիրելի խեցգետիններ, բարեխառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Դեկտեմբերի 29-ից 31-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաներ, ինչ որ շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար նախատոնական այս օրերին եւ հնարավոր է հետաքրքիր հանդիպում։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ հունվարի 2-ից 4-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, դեկտեմբերի 29-ից 31-ը կարևոր ինչ-որ գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, թե պետական դռան հետ կապված, թե պաշտոնի հետ կապված, թե աշխատանքի հետ կապված, շատ բարենպաստ օրեր են։ Եվ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, սիրելի առողջակներ։ Եվ հունվարի 2-ից 4-ը արդեն գաղտնի թշնամիները կարող է ակտիվանալ, զգուշ եղեք։ Սիրելի կույսակներ, բարենպաստ է ձեզ համար նաև այս կախարդական մոգական ամանորյա շաբաթը։ Դեկտեմբերի 29-ից 31-ը լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, անսպասելի գործնական ոլորտում պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված այդ ամենը կարգավորվելու է։ Հունվարի 2-ից 4-ը կուրախացնեն ձեզ չափահաս երեխան, շատ կարևոր երազանք իրականանա ձեզ համար ձմեռ պապին ձեր վաղուց երազած նվերը կբերի ձեզ, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Սիրելի կշերքներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, դեկտեմբերի 29-ից 31-ը էքստրեմալ իրավիճակներ են, հնարավոր է շտապ գումար պետք է, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի արեք, զգուշ եղեք նաև ճանապարհներին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն։ Ամանորը կարող է դիմավորեք դուք արտ երկրում, սիրելի կշերքներ, եւ
Հունվարի 2-ից 4-ը ինչ-որ կարևոր գործնական խնդիր է ձեզ համար լուծվելու, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կամ ինչ-որ կարևոր առաջարկություն եք ստանալու, նաև անձնական բնույթի հնարավոր է ձեզ ամուսնության առաջարկություն անեն հենց այդ ժամանակ։ Սիրելի կարիճակներ, բարի խառն է անցնելու, գալիք շաբաթը նաև ձեզ համար դեկտեմբերի 29-ից 31-ը Հիմնականում զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կվերականգնեք այդ հարաբերությունները։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, ոչ անգամ բարենպաստ զարգացումներ, բայց նաև անսպասելի ֆինանսական հաջողություն է սպասվում, սիրելի կարիճիկներ։ Հունվարի 2-ից 4-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է լինելու նաև ձեզ համար գալիք շաբաթը դեկտեմբերի 29-ից 31-ը գործնական ոլորտում ինչ-որ քայլեր եք ձեռնարկելու նաև առողջության հետ կապված։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հունվարի 2-ից 4-ը անսպասելի զարգացումներ, էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, տարբեր տեսակի բարդություններ ճանապարհին, այնպես որ զգուշ եղեք։ Սիրելի այդ եղջյուրները ձեզ համար եւս բարեխառն է լինի và ընդհանրապես բարենպաստ է։ Գալիք շաբաթը դեկտեմբերի 29-ից 31-ը ձեր երեխաների հետ կապված լավ զարգացումներ են սպասվում, հաճույքներ, հանգիստ, բարենպաստ է նաև բիզնեսի համար դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային եւ տնային հարցերով։ Սիրելի այդ եղջյուրներ եւ դե դուք սիրում եք աշխատել, միշտ սիրում եք աշխատել, անկախ նրանից տոն է թե ինչ է։ Հունվարի 2-ից 4-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը դեկտեմբերի 29-ից 31-ը ընտանեկան ինչ-որ հարցեր եք լուծելու տան ընտանիքի ծնողների հետ կապված 31-ից հունվարի 2-ը երեխաների հետ կապված հարցերը, լավ լուրեր երեխաներից, հաճույքներ, հանգիստ, տոներ, այսպես շատ բարենպաստ օրեր են եւ հունվարի 2-ից 4-ը աշխատանքային հարցեր եք լուծելու, սիրելի ջերհոսներ, եւ առողջության հետ կապված։ Ձկնակներ, վերջապես ձկնակներին հասանք, նույնպես բարեխառն է անցնելու գալիք շաբաթը դեկտեմբերի 29-ից 31-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում լավ լուրեր կստանաք եւ հետաքրքիր հանդիպում հնարավոր է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ընտանեկան ջերմ մթնոլորտում եք անցկացնելու ծնողների հետ, ընտանիքի հետ, ամեն ինչը նվիրվելու է ընտանիքին այդ օրերին։ Եվ հունվարի 2-ից 4-ը բարենպաստ է երեխաների համար, զվարճանքների համար, նաև բիզնեսի համար։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերի 29-ից հունվարի 4 այդ տարվա ամենամոգական այդ կախարդական գիշերվա ընթացքում, այդ շաբաթվա ընթացքում, որի ընթացքում մենք դիմավորում ենք նոր տարին։ Ես սրտան ցանկանում եմ, որ ձեր բոլոր երազանքները իրագործվեն 2026 թվականը լինի աճի, զարգացման, առաջընթացի, բարեկեցության, հաջողության եւ երջանկության տարի։ Այսքանը, սիրելի բարեկամներ, տեսություն կհանդիպենք մյուս տարի։